Դադարիր համեմատվել, Աստված քեզ այլ կերպ է ստեղծել։ Այսօր կանգ եմ առել ու զգում եմ, որ ես հոգնել եմ։ Հոգնել եմ ոչ թե աշխատանքից, ոչ թե մարդկանցից, այլ հոգնել եմ ինձ ուրիշների հետ համեմատելուց։ Ես միշտ մտածել եմ, ինչու նա միշտ հանգիստ է, իսկ ես փոթորկի մեջ։ Ինչու նա միշտ ծափ է ստանում, իսկ ես լռություն։ Ինչու է նրա ճանապարհն ուղիղ, իսկ իմը լաբիրինթոս։ Եվ այս համեմատության մեջ կյանքդ դառնում է վանդակ, որտեղ դու չունես ազատություն և կախված ես ուրիշի հաջողությունից։ Ու այնտեղ Աստծուն չես լսում, լսում ես միայն, նա իր է, տես ինչքան առաջ է, իսկ դու։ Բայց Աստված ինձ շշնջաց, ես քեզ ստեղծել եմ, որ դու անցնես քո յուրահատուկ ճանապարհը, ոչ թե քեզ չափիր նրա չափերով, այլ իմ չափերով։ Ծովային կենդանին չի կարող թռչնի հետ համեմատվել, իսկ մոմը չի կարող արևի լույսի հետ համեմատվել, բայց մենք Տիրոջ ձեռքի աշխատանքն ենք։ Մեզ Աստված փորագրել է սիրով, նպատակով ու սպասումով։ Համեմատությունը սպանում է մեր ներսի ուրախությունը, բայց շնորհակալությունը կյանք է պարգևում։ Մենք պետք է միշտ նայենք վերև, Աստծուն, այլ ոչ թե մեր կողքը, և հասկանանք, որ Աստված մեզ հենց այս ճանապարհի համար է պատրաստել։ Ես ուրիշի կյանքը չեմ ապրում, ես իմ կյանքի համար եմ պատասխան տալու իմ Տիրոջ առաջ, իսկ երբ հաղթական գնանք Տիրոջ մոտ, Տերը կասի. լավ է, իմ հավատարիմ ծառա, դու վազեցիր քո ընթացքը, հաղթեցիր, և հիմա ինձ մոտ ես։